Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հոկտեմբերի 13։ Որքան կարևոր է ներել և օրհնել մեր թշնամիներին։ Պողոսը գրում է. Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի անեք։ Հռովմայացիս 12:19 խոսք։ Նա ասում է. ընդունեք անարդարությունը, թողեք այն անցնի և շարունակեք առաջ, ապրեք հոգով։ Սակայն եթե մենք հրաժարվում ենք ներել մեր դեմ ուղղված չարիքները, մենք կբախվենք հետևյալ հետևանքներին. Առաջինը, մենք ավելի մեղավոր կդառնանք, քան նա, ով մեզ վնասեց կամ վիրավորեց։ Երկրորդ, Աստծո ողորմությունն ու շնորհը մեր հանդեպ կվերցվեն։ Այդ ժամանակ, երբ մեր կյանքում կսկսեն խնդիրները, մենք չենք կարողանա հասկանալ դրանք, քանի որ կշփոթվենք մեր անհնազանդության պատճառով։ Երրորդ, հալածողի ահաբեկչությունը կշարունակի խլել մեր խաղաղությունը։ Նա կդառնա հաղթող, հաջողությամբ մեզ մշտական վերք պատճառելով։ Չորրորդ, քանի որ Սատանան հաջողությամբ մեզ տանում է վրեժխնդրության մտքերի, նա կկարողանա մեզ գայթակղել ավելի մահացու մեղքերի մեջ։ Մենք ի վերջո կգործենք դրանցից շատ ավելի վատ մեղքեր։ Առակաց գրքի հեղինակը խորհուրդ է տալիս. Մարդիս իմաստությունը նրան երկայնամիտ կանի, և նրա փառքը հանցանք ներելն է։ Առակաց 19:11 խոսք։ Այլ կերպ ասած, մենք չպետք է ոչինչ անենք, մինչև մեր զայրույթը չհանդարտվի։ Մենք երբեք չպետք է որոշում կայացնենք կամ որևէ գործողություն ձեռնարկենք, քանի դեռ բարկացած ենք։ Երբ մենք անտեսում ենք մեր դեմ գործված անարդարությունները և ներում մեր դեմ գործված մեղքերը, մենք փառք ենք բերում մեր երկնային Հորը։ Այսպիսով մեր մեջ ձևավորվում է նրա էությունը։ Երբ մենք ներում ենք ինչպես Աստված է ներում, նա մեզ բացահայտում է շնորհ և օրհնություններ, որոնք մենք դեռ չգիտեինք։ Տեր Հիսուսը մեզ պատվիրում է սիրել նրանց, ովքեր դարձել են մեր թշնամիները 3 ձևով. օրհնել նրանց, բարիք անել նրանց և աղոթել նրանց համար։ Բայց ես ասում եմ ձեզ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար։ Մատթեոս 5:44